Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է իր 2026 թվականի զեկույցը, որում անդրադարձ կա նաև մեր տարածաշրջանին եւ մասնավորապես Հայաստանին։ Նշվում է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների արդյունքում Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից, 2026 թվականին, հատկապես խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Մոսկվան կսկսի Հայաստանի դեմ լայնածավալ գրոհների արշավ։ Այն նպատակ կունենա միջամտել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, հեռացնել վարչապետ Փաշինյանին իշխանությունից եւ հաստատել մի կառավարություն, որը կթվա ազգայնական, բայց ըստ էության կգտնվի Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Իրավապաշտպան Արտուր Սարգսյանը կիսում է զեկույցում հնչեցրած մտահոգությունները եւ արձանագրում, որ փաստերն առավել քան ակնհայտ են։ Առնվազն գոնե գիտենք հրապարակված է 165 միլիոն դոլարին համարժեք ուրեմն գումարի հատկացումը Ռուսաստանի Դաշնության նախագահական կողմից եւ կուրատոր այսպես կոչված նշանակված է Կիրիենկոին, թե ինչ նպատակներով են օգտագործվելու հասկանալի է, թե ում միջոցով դա է արդեն երկրորդ հարցն է, բայց պարզ է, որ այդ գումարների իրացման հետ կապված հարցերը պետք է գտնվեն պետության ուշադրության կենտրոնում։ Եվ իհարկե Էստոնիային հետաքրքրում է Ռուսաստանի Դաշնության ակտիվությունները հետխորհրդային տարածաշրջանում այս պրիզմայով են նայում եւ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչները արտգործնախարար, արտգործնախարարության խոսնակ, տարբեր ուրեմն ոչ պաշտոնական, բայց պրոպաշտոնական խոսնակներ չեն թաքցնում իրենց դժգոհությունը, մեղմ ասած, եթե ոչ բացասական վերաբերյունքը Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականության վերաբերյալ, սերտ հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, Եվրոմիության հետ, ժողովրդավարական պետությունների հետ։ Այնպես որ էստոնացիները չէ, որ պետք է ասեն, որ մենք իմանանք, որ իրապես այդ վտանգը սպառնալիքը կա։ Հիբրիդային գրոհների միջոցով Մոսկվան ինչի կարող է հասնել եւ ինչքան հուժկու կլինեն հարվածներն ընտրություններին ընդառաջ։ Խնդիրն այն չէ, որ ընտրություններով կարող են իշխանությունները փոխվել։ Դա բնական է եւ պետք է հենց ընտրությունների միջոցով իշխանությունները ձևավորվեն, նախկին իշխանությունը եթե չի արդարացնում փոխվի եւ այլն։ Խնդիրը կայանում է, որ ընտրությունների ժամանակ կանխել հնարավոր նման կոպիտ միջամտությունները տարբեր մեթոդներով, դա կլինի թե ապատեղեկատվությունը, թե դա կլինի հակաքարոզչությունը կամ քարոզչությունը, դա կլինի ուղղակի միջամտության այնպիսի ձև, ինչպես ֆինանսական ոչ օրինական խողովակներով ներհոսքը, այն ինչ որ մենք տեսանք Մոլդովայում, այսինքն սա է ամենահիմնական խնդիրը։ Ռուսաստանը կձգտի, որպեսզի Հայաստանը անկախ իշխանությունից ունենա կախվածություն եւ մնա իր հսկողության ներքո կամ կառավարվի Կրեմլի կողմից, սա միանշանակ է։ Հիմա դա կանի կոշտ մեթոդներով, եթե տեսնե, որ հնարավոր չէ ակնկալել, որ նոր ձևավորող իշխանությունը կգնա իր հետ որոշակի համաձայնության են իմաստով, որ ենթարկվի նրա շահերին, թե ոչ, դա երևի թե կտեսնենք մոտ ապագայում։ Մոլդովական սցենարի կիրառումից հատկապես վախենում են տեղի պրոռուսական քաղաքական ուժերն ու անընդհատ բարձրաձայնում այդ մասին։ Այդ սցենարի կիրառումը Հայաստանում հնարավոր կլինի։ Այդ հարցը պետք է ուղղել իհարկե պետական մարմիններին, բայց միանշանակ է, որ այն կուսակցությունները, որոնք դեմ են արտահայտվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, որոնք ոչ օրինական մեթոդներ են պատրաստ կիրառել, այդ կուսակցությունների մասնակցությունը որպես հակաժողովրդավարական կամ այսպես ավելի հստակ ձևակերպեմ Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին ամփոփող հոդվածով սահմանված սկզբունքներին դեմ գնացող կուսակցությունները իհարկե նրանց պետք է հնարավորություն չտալ մասնակցելու ժողովրդավարական գործընթացներին, որովհետև նրանք դարբեր ժողովրդավարական գործընթացների դեմ են, ուղղակի հնարավորություն տալ փորձել օգտագործել ժողովրդավարական գործընթացները ժողովրդավարությունը մերձնելու համար, դա իհարկե անթույլատրելի է։ Բայց մյուս կողմից էլ իշխանություններ պետք է ակնհայտ ցուցաբերի եւ ժողովրդավարական վարքագիծի մոտեցումներ եւ միաժամանակ էլ
ինքը ցույց տա, որ հենց ինքն է ժողովրդավարական զարգացման երաշխավորը։ Հայաստանյան քաղաքական դաշտում հայտնվել է նոր ձևավորված մի ուժ եւ ցանկություն ունի մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Այդ քաղաքական ուժի փաստացի ղեկավարը ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանն է, բայց չի կարող լինել թեկնածու։ Հայտարարում են, թե անցումային թեկնածու կունենան, հետո իբրև թե կընտրվեն, սահմանադրություն կփոխեն ու Կարապետյանին վարչապետ կկարգեն։ Արթուր Սաքունցի դիտարկմամբ մեկ անձի համար սահմանադրություն փոխելու պրակտիկան անթույլատրելի է։ Գիտեք, տեխնոլոգիաներ են, որոնք ասենք թե կարող են կիրառել, ասենք թե ինչ-որ անցումային դա, ոչ անցումային եւ այլն, բայց ակնհայտ է, որ սահմանությանը վերաբերվել ըստ քաղաքական որևէ կուսակցության շահից ելնելով կամ նրա նպատակարարությունից դա անթույլատրել է, դա այդպիսի մի դեպք ունեցանք արդեն 2015 թվականի սահմանադրության հետ, եւ Սերժ Սարգսյանը ըստ էության չնայած հայտարարում էր, որ չէ, ինքը հավակնություն չունի եւ այլն, բայց լավ էլ հավակնություն ցույց տվեց։ Ցավոք ներկայ իշխանությունը անցած 8 տարիների ընթացքում չփոխեց սահմանադրությունը, նոր գործընթացը սկսում, չնայած մի անգամ անհաջող փորձին, իմ համոզմամբ պետք է 2018 թվականից հետո անմիջապես սահմանադրությունը փոխվեր, բայց սահմանադրությանը մոտենալ որպես կուսակցական որևէ կուսակցության շահի սպասարկման փաստաթուղթ իհարկե անթույլատրելի է, դա բովանդակությամբ եւ հակաժողովրդավարական է, եւ հակաիրավական է, եւ ընդհանրապես պետություն, ժողովրդավարական պետության սկզբունքին դեմ է։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։